Միացյալ Նահանգների նախագահ մինչև Մեծ Բրիտանիան մեկնելը հայտարարել էր, որ Կոլումբիան եւ մի շարք այլ երկրներ ձախողվել են թմրանյութերի դեմ պայքարի համաձայնագրերի պահպանումում։ Վաշինգտոնը որոշել է դեզերտիֆիկացնել Կոլումբիայի հակաթմրանյութային գործակալությունը, հայտարարելով, որ այն չի կարողացել զսպել կոկաինի արտադրությունը։ Այս որոշումը կարող է վտանգի տակ դնել ԱՄՆ ֆինանսավորումը Կոլումբիայի համար։ Թրամփը նշել է, որ հնարավոր է վերանայի այս որոշումը, եթե Կոլումբիայի կառավարությունը ավելի կոշտ քայլեր ձեռնարկի կոկաինի աճեցման եւ կոկաինի արտադրության ու Ֆիկինգի կրճատման ուղղությամբ։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոշտ է արձագանքել։ Ազգային ուղերձում նա ասել է. «Մեզ դեզերտիֆիկացնում են այն դեպքում, երբ մենք պատմության մեջ ամենաշատ կոկաինն ենք բռնագրավել, հազարավոր լաբորատորիաներ ենք ապամոնտաժել, նույնպես պատմության մեջ ամենաշատը։ Սա քաղաքական է։ Կոլումբիայի աջակողմյան ուժերը, որոնք իրականում կապված են թմրանյութերի բիզնեսի հետ, համոզել են Միացյալ Նահանգների աջակողմյան պաշտոնյաներին, քանի որ վերջիններս ավելի շատ հավատում են գաղափարախոսությանը, քան իրական արդյունքներին»։ Թրամփի հայտարարության մեջ Կոլումբիայի կառավարությանը մեղադրում են նաև թմրակարտելների ու նարկոահաբեկչական խմբերի հետ փոխզիջման ուղի փնտրելու մեջ։ Կոլումբիայի սենատոր Սանդրա Ռամիրեսն արձագանքել է, որ Վաշինգտոնը նախ պետք է իր սեփական տունը կարգի բերի, ավելի մեծ ուշադրություն դարձնելով ԱՄՆ-ի ներսում կազմակերպած հանցագործության դեմ պայքարին եւ թմրանյութերի պահանջարկի նվազեցմանը։ Ներքին գործերի նախարար Արմանդո Բենեդետին եւս հայտարարել է, որ զգալի առաջընթաց կա։ Այս տարի միայն շուրջ 700 տոննա կոկաին է բռնագրավել։ Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգները արդյունքները գնահատում է միայն կոշտ միջոցներով կոկայի դաշտերի ոչնչացմամբ։ Մինչդեռ այս կառավարությունը ցանկանում է հասնել արդյունքի կամավոր ծրագրերով եւ մշակաբույսերի փոխարինմամբ, ասել է նա։ Այս դեզերտիֆիկացումը մեծացնում է ճնշումը Պետրոյի վարչակազմի վրա, որը իշխանության էր եկել խաղաղության պայմանագրերի եւ գյուղական զարգացման խոստումներով։ Սակայն Թրամփի վարչակազմը պնդում է, որ այդ քաղաքականությունները ձախողվել են, իսկ կոկաինի արտադրությունը Պետրոյի օրոք հասել է պատմական բարձր մակարդակի։